Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը շարունակում է հաղթարշավը։ Տարվա առաջին եռամսյակը նշանավորվեց աշխարհի գավաթում, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում 150 մեդալով։ Սա ավելին է, քան ամբողջ մրցաշրջան 2025-ը։ Մեր երկիրը պատվով է ընդունել նաև տարբեր միջազգային մրցաշարեր, այդ թվում Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը, որտեղ մեր մարզիկներն առաջինն էին նաև թիմային պայքարում։ Մեդալակիրներին Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներին պարգևներ են սպասվում ոչ օլիմպիական մարզաձևերի միության կողմից, բայց մինչև այդ ներկաներին, այդ թվում մարզիկների ծնողներին կատարած աշխատանքն է ներկայացնում կառույցի նախագահ Գառնիկ Հայրապետյանը։ Եթե մենք նախորդ տարին ավարտեցինք 145 ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով, այս տարի դեռ այս 3-4 ամսվա կտրվածքով աշխարհի Եվրոպայի առաջնություններից մեր մարզիկները Հայաստան են բերել 150 մեդալ։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր ֆեդերացիաների նախագահներից, մարզիչներից, ծնողներից, ովքեր վստահում են ոչ օլիմպիական մարզաձևերի միության գործունեությունը։ Շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր ծնողներից, շնորհակալություն հայտնեմ համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանից եւ խոսքը փոխանցեմ իրան, քանի որ միջոցառումները համակարգում է անձամբ ինքը եւ իր ինտենսիվ աշխատանքի շնորհիվ այսօր մենք 150 մեդալ ունենք։ Շնորհավորելով մարզիկներին այսքան մեծ հաղթանակների համար ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը վստահեցնում է, ջանք չեն խնայելու այս հաղթանակների դինամիկան ապահովելու համար։ Ողջունում եմ հարգելի մարզիկներ, մարզիչներ, ծնողներ։ Ձեր հաղթանակները իրականում փայլում են, դա մեծ նվաճում էր ու եւս մեկ անգամ ապացույց էր, որ հայ ազգը դա պարտվող ազգ չէ, միշտ հաղթել է ու հաղթելու է։ Մենք այդ զարգացումը տեսնում ենք ու ապահովելու ենք այդ դինամիկան, քանի դեռ միասին ենք։ Այս տարվա ծրագրերի մեջ են մտնում գույքավորումը արդեն գործող մարզադահլիճների եւ մարզադահլիճների վերանորոգում։ Հովհաննես Ծառուկյանը մեծ կարևորություն է տալիս հատկապես այն նվաճումներին, որոնք մեր մարզիկները կերտել են Թուրքիայում։ Այնպես է եղել, որ հայը հաղթել է համ ադրբեջանցուն, համ թուրքին ու նրանց մեջտեղում է կանգնել, դա էլ վառ ապացույցն է առանց խոսքերի, որ մենք հայերով լավագույնն ենք։ Թուրքիայում է եղել դա։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության մարզիկների համար մրցաշրջանը հագեցած է։ Այս օրերին էլ տարբեր ֆեդերացիաներ մասնակցում են հեղինակավոր ստուգատեսներում։ Միությունը նոր հաղթանակների սպասումով վստահեցնում է, որ այս տարեվերջին նույնպես մարզիկներն ու մարզիչները կարժանանան բարձր գնահատականի։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։